Հայոց պատմության ընթացքում հայ պատմագրությունը ուսումնասիրելիս անչափ հետաքրքիր է տեսնել, թե հայ միջնադարյան իրականությունը ինչպես է պատկերում իր թշնամին ինչպիսի պատկեր ունի, ինչպիսի տեսքով է ներկայանում հայ միջնադարյան մարդու, հայ միջնադարյան պատմագրության, ընդհանուր մինչև նոր շրջան այս պահպանվող միտումները մենք տեսնելու ենք նույնիսկ 20-րդ դարի սկիզբ թշնամուն նկարագրելիս շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսին է թշնամին հայի աչքերով, ինչ որակական, տեսողական, ինչ հատկություններ է վերագրվում թշնամու կերպարին։ Թշնամու կերպարը, եթե դիտարկելու լինենք միջնադարյան ժամանակաշրջանը, ընդհանուր մինչև ուշ միջնադար եւ նոր շրջան, ավելի կուզենք կենտրոնանալ իսլամի ցակումից սկսյալ ժամանակաշրջանին, բավական հետաքրքիր էվոլյուցիա ունի, թե ինչպիսի տեսք ունի թշնամին ընդհանրապես, ինչպես է բնութագրվում, ինչ հատկություններ են վերագրվում թշնամուն, թշնամու կերպարը ինչպես է կառուցվում հայ միջնադարյան իրականության մեջ։ Սկզբից եւս պետք է ասեմ, որ թշնամու կերպարի նկարագրությունը եւ բացատրությունը, թշնամու նկարագրական ատրիբուտները հիմնականում, բայց ոչ գերազանցապես հիմնված են աստվածաշնչյան պատկերացումների մեջ, եւ դա հասկանալի է։ Միջնադարյան մարդը, միջնադարյան գրիչը, պատմագիրը պետք է կարողանար բացատրել նոր հայտնված իրականության մեջ գրեթե անծանոթ այլադեմ մարդկանց, ցեղերի տեսքը, նրանց բացատրել նրանց հայտնվելու պատճառները, պիտի կարողանար այդ ամբողջը տեղավորել միջնադարյան մարդու ընկալումների մեջ, եւ այդ ընկալումները հիմնականում քրիստոնեական ընկալումներ են, պիտի կարողանար բացատրել, թե ինչպես եւ ինչու հայտնվեց այդ մարդը, ինչու են սրանք դարձել մեծ թշնամի, ինչու են որոշել, որ ինչն է պատճառը կամ ինչպես հայտնվեցին, որ պետք է իրենք արձակվեն հայ ժողովրդի վրա, Հայաստանի վրա, պիտի գոյաբանական սպառնալիք ներկայացնեն։ Ու այս առումով, եթե դիտարկելու լինենք, սկսած արաբական նվաճումների շրջանից, բավական հետաքրքիր էվոլյուցիա ենք մենք սկսում տեսնել, թե ինչպիսին է թշնամու ընկալումը եւ կերպարը սկսում արտահայտվել հայկական իրականության մեջ։ Օրինակ, ինչ բառերով են բնութագրում, ինչպես են կերպարանքը նկարագրում թշնամու, ինչպես է թշնամու պատկերը ստացվում, կառուցվում հայկական միջնադարյան իրականության մեջ։ Էվոլյուցիան ցույց տալու համար կսկսենք արաբական շրջանից եւ կտեսնենք, որ առաջին փուլում, եթե հայ պատմագիրները իհարկե քիչ թե շատ ծանոթ լինելով թե ընդհանրապես արաբական ցեղերը իրենցից ինչ են ներկայացնում, ովքեր էին արաբները, որոնց անվանում էին տաճիկներ, օրինակ Բյուզանդի մոտ դրանից ավելի վաղ, մենք հիշատակություն ունենք առավելապես ծանոթ տաճիկ ուխտ, տաշկական ուխտ, այսինքն արաբական ուխտի մասին պատկերացում, հեռավոր պատկերացումներ արաբների մասին կային, ինչպես եւ ամբողջ աշխարհում, ինչպես եւ Բյուզանդիայում, Պարսկաստանում բոլորը գիտեին, որ կան արաբներ, կան արաբական ցեղեր, բայց մի առանձին պատկերացում չունեին սրանց մասին։ Նույն ինչպես եւ նաեւ Եվրոպայում, որ մինչեւ 17-18-րդ դարերը մի առանձին մեծ պատկերացումներ, ընդարձակ պատկերացումներ արաբների մասին եւ իսլամի մասին չունեին։ Եվ բնականաբար, քանի որ պիտի բացատրվեր քրիստոնեական ընկալումների եւ իրականության պատկերացումների մեջ, առաջնահերթ սկսվեց բացատրվել, թե այս հարձակվողները, արշավանք կատարողները, Հայաստանի ու հայ ժողովրդի վրա տիրապետություն հաստատող այս արաբները, ստացվում է, որ եթե սրանք գոյաբանական վտանգ են ներկայացնում հայերի, հայ քրիստոնեայի նկատմամբ, ուրեմն սրանք քրիստոնեության թշնամիներ են։ Եվ պատահական չէ, որ սկսում ենք սկսած Սեբեոսից սկսում ենք տեսնել, որ արաբները, իսլամը, Մուհամմեդը սկսում է ներկայացվել որպես հակաքրիստոս։ Շրջանառության մեջ է մտնում մի տերմին, մի եզրույթ, որը մինչև ընդհուպ 19-րդ դար շրջանառության մեջ է մնալու հայ պատմագրության մեջ։ Մուհամմեդին ներկայացնելիս, իսլամը ներկայացնելիս եւ դրա կրողներին, մուսուլման արաբներին եւ հետագայում մյուս մուսուլման ազգերին ներկայացնելիս, ներկայացվելու են որպես ների, սատանայի կերպարանքով, ներկայացվում են որպես բացարկու սատանա, որպես մոլորյալ ուղղության առաջնորդներ, որպես սուտ կրոնի առաջնորդներ, ցուցադրելու համար, որ սրանք մեր հասարակության, հայ քրիստոնեական հասարակության եւ հանրույթի համար հակառակ բևեռն են, սրանք մեր թշնամիներն են։ Հետագայում այս էվոլյուցիան թշնամու կերպարի ավելի զարգացում է ապրում։
Իհարկե բոլորին շատ քաշ ծանոթ է Բուղայի արշավանքը Հայաստանի վրա կամ Յուսուֆ Ամիրայի արշավանքը Բագրատունյաց թագավորության դեմ Հայաստանի նկատմամբ Յուսուֆ Ամիրայի գործած ոչռագործությունները կամ պատժիչ գործողությունները, ինչպես պիտի նկարագրել այս մարդկանց։ Հայ պատմագությունը սկսում են սրանց նկարագրել եւ ներկայացնել մի շատ հետաքրքիր եւ նոր տերմինով, սկսում են ներկայացնել որպես գազան, որպես անհակ գազան, որպես մարդախանձ գազան, որոնք գազանաբարող վարքի տեր մարդիկ, որոնք մեր իրականությանը, հայկական իրականությանը անծանոթ ավելի կոշտ մեթոդներով, ավելի վայրի գազանաբարող վարքով պատժիչ գործողություններ էին իրականացնում, անընկալելի քաղաքակրթական արժեհամակարգ ունեցող մարդու համար անընկալելի բաներ էին կատարում, որը վերագրելի էր հայի տեսանկյունից, միջնադարյան հայի տեսանկյունից, դա վերագրելի էր միայն գազանին, ոչ մարդուն, եւ սկսվում էր թշնամու կերպարանքի կառուցումը արդեն նոր տերմինով՝ մարդախանձ գազան, արյունարփու գազան, գազանաբարո, հաջորդ փուլում արդեն երբ գործ ունենք Արաբական տիրապետության հաջորդող շրջանում, երբ գործ ունենք 11-րդ դարում տարածաշրջանում հայտնված նոր վտանգի, նոր հոսքի ժողովուրդների ցեղերի մի նոր հոսքի, որը մեզ հայտնի է սելջուկյան թուրքեր կամ թուրքմեններ անվանումով, հիմա նորից հայ միջնադարյան իրականությունը կանգնում է խնդրի առջև, ովքեր են սրանք, ինչու հայտնվեցին, ինչու են սրանք մեզ թշնամի եւ ինչպիսին է այս թշնամին, ինչպես պետք է սրանց հետ վարվել ընդհանրապես, ինչու են սրանք թշնամաբար տրամադրված, ինչպես է պետք ներկայացնել նաեւ հասարակությանը սերունդներին, թե սրանք ովքեր էին եւ շրջանառության մեջ արդեն այս նոր թշնամու կերպարի կառուցման ընթացքում սկսվում են նոր եզրույթներ, նոր նկարագրություններ։ Սելջուկյան թուրքերը, որոնք բնականաբար ավելի ցածր քաղաքակրթական մակարդակի վրա էին գտնվում, քան արդեն իսկ քաղաքակրթված իրանական քաղաքակրթության ազդեցության տակ հայտնված բյուզանդական քաղաքակրթության եւ նաեւ հպատակ ժողովուրդների, հայերի, հույների, ասորիների քաղաքակրթական ձեռբերումները շաղախած, յուրացրած արաբներից տարբերվող սելջուկյան թուրքերն են գալիս։ Եվ սրանք արդեն թշնամու նոր կատեգորիա են։ Ինչպիսին են սրանք։ Առաջին հերթին սրանք արյունարբու են նորից։ Արյունարբու գազաններ են։ Գազանաբարո վարքի տեր մարդ, բայց ինչպիսի սրանք պիտի տարբերվեն, չէ՞, նախորդ շրջանի թշնամու կերպարից։ Եվ ինչպիսին են սրանք սրանց տեսքը հայ իրականությանը անծանոթ է։ Դրա համար շրջանառության մեջ մտնում է նոր տերմին։ Այլադեմ մարդիկ, մարդադեմ գազաններ, նորից, քանի որ սելջուկյան թուրքերը եւս իսլամի հետևորդ դարձան, ամենայն հավանականությամբ 11-րդ դարի կեսերից, իհարկե ոչ ամբողջությամբ, դա երկար գործընթաց էր իսլամացման process-ը թուրքերի, թուրքական ժողովուրդների, այնուամենայնիվ սկսվեց իսլամացման գործընթացը սելջուկյան թուրքերի եւ եթե սրանք եւս ուրեմն մուսուլմաններ են, ուրեմն սրանք եւս չար պիղծ Մահմեդի աղանդի հետևորդներն էին, այսպես էր նկարագրում միջնադարյան հայ պատմագրությունը, թե ովքեր են սրանք։ Լավ, իսկ ինչու են հայտնվել։ Ինչու են քոչվոր սելջուկյան թուրքերը հայտնվել եւ ընդհանրապես ինչ պատճառով են հայտնվել, ինչ են ուզում հայ իրականությունից, հայ ժողովրդից, այս նոր այս ժողովուրդներից, նաեւ տարածաշրջանի, ինչու ոչ միայն հայերի, հարևան ժողովուրդների, հույների, վրացիների, ասորիների, ինչ են ուզում սելջուկները, թուրքերը, նոր մարդադեմ այս գազանները, որի կերպարը սկսեցին կառուցել, ինչ են ուզում, ինչի համար են սրանք հայտնվել եւ որտեղից են հայտնվել։ Նորից բացատրությունը պետք է սկսել փնտրել աստվածաշնչյան պատկերացումների մեջ։ Ինչու են հայտնվել սելջուկյան թուրքերը։ Սելջուկյան թուրքերը հայտնվել են որպես աստվածային պատիժ։ Կթվա թե սա մի նոր բան է, եւ կթվա թե սա տարօրինակ մի բան ենք ասում, բայց եթե բացում եւ ընթերցում ենք Արիստակես Լաստիվերցու տողերը, Արիստակես Լաստիվերցին թուրքերի հաջողությունները, նվաճումները չի բացատրում կամ հայկական քաղաքների անկումը չի բացատրում ոչ թե դիմադրության պակասով, չի բացատրում ռազմական անհաջողությունների պատճառով, բացատրում է հետեւյալ կերպ, որ սա աստվածային պատիժ էր հայ հասարակության
եւ քաղաքային հատկապես հասարակության շրջանում հատկապես հայկական քաղաքներում բարքերի անկման, Աստծո պատվիրաններից հեռանալու, քրիստոնեական արժեքներից հեռանալու, ամբարշտանալու, գոռոզանալու, տարատեսակ մեղքերի տրվելու եւ այս ամբողջի համար սա աստվածաշնչյան մեկնաբանություն է եւ այս ամբողջի պատճառով Սելջուկյան թուրքերը հայտնվել են պատժելու մեզ։ Այս ընկալումը եւ բացատրությունը դեռևս 5-րդ դարից արդեն շրջանառության մեջ էր դրվել քրիստոնեական պատմագրության մեջ, հռոմեական պատմագրության շնորհիվ, երբ հոները, որ կարողացան գրեթե կործանել հռոմեական կայսրությունը, տարածիորեն կանգնեցրեցին բառացի ոչնչացման վտանգի առջև, իրենց հայտնի եւ հզոր առաջնորդի Աթիլլայի շնորհիվ, Եվս քրիստոնեական աշխարհը հռոմեական կայսրությունը պիտի սրանց հայտնվելը պիտի կարողանար բացատրել։ Ովքեր էին սրանք։ Եվ քրիստոնեական անկալումների բացատրությամբ առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց 5-րդ դարում Հորդանես պատմիչի մոտ, թե Աթիլլան դա Աստծո մտրակն է, Աստծո գավազանն է, ճիպոտն է, որով Աստված պատժում է քրիստոնյա ժողովուրդներին, քրիստոնեական արժեքներից, դավանանքից հեռանալու, տարատեսակ մեղքերի մեջ թաղվելու համար։ Եվ նորից, ինչպես արաբների պարագայում, երբ բացատրվում էր արաբների հայտնվելը քրիստոնեական ընկալումների շրջանակներում, իսկ եթե նորից դիտարկենք համեմատության մեջ արաբներին, Սեբեոսը ինչպես է բացատրում արաբների հայտնվելը, մուսուլման արաբների հայտնվելը, ինչ է իրենից ներկայացնում արաբա-մուսուլմանական նոր կայսրությունը, վտանգ է ներկայացնում, իհարկե վտանգ է ներկայացնում, եւ հղումը կատարում է Սեբեոսը ուղիղ Աստվածաշնչի վրա։ Հղումը կատարում է Դանիելի հայտնության վրա, Դանիելի տողերի վրա, որ 4 թագավորությունների մասին եւ 4-րդ թագավորություն որպես աշխարհակործան ամենագազանաբարո ներկայացնում է իսմայելացիների թագավորությունը։ Նույնպիսին եւ սելջուկների պարագայում է։ Նույնպիսին եւ եթե այստեղ շաղախենք արդեն արաբների վերաբերյալ ունեցած մեր պատկերացումները թշնամու կերպարի եւ քրիստոնեական աշխարհում պատմագրության մեջ համաքրիստոնեական, նաեւ հռոմեական շրջանից ինչպես արդեն ասեցի, Հորդանես պատմիչի նորամուծությամբ թե ովքեր են այս քոչվոր հետյալ վայրի գազանաբարո այլադեմ մարդադեմ գազանները, մարդախանձ գազաններ, որ հայտնվել են, սրանք հայտնվել են քրիստոնեական արժեքներից հեռացած, Աստծո խոսքից հեռացած հանրույթին, այս դեպքում հայ քրիստոնյա ժողովրդին պատժելու համար։ Եվ կուզեք նայեք թե Աստի վերցու մոտ, թե մեր մյուս պատմիչների մոտ այս միտումը արդեն շրջանառության մեջ է մտնում եւ սկսում է բացատրվել որպես սա մեր մեղքերի պատիժ, սկսում են դիտարկվել նույն տրամաբանությամբ, ինչպես Աթիլլան էր Աստծո մտրակ, այնպես էլ մարդախանձ գազանաբարո թուրքերն էին Աստծո պատիժ, աստվածաշնչյան նկարագրումներից զատ շրջանառության մեջ են դրվում նաև վիզուալ ընկալումներ արտնացնող նոր եզրույթներ, որոնք բնութագրում են նոր տեսակի թշնամու հայտնվելուն։ Օրինակ, եթե համեմատության մեջ տնենք արաբների նկարագրությունների հետ, այդպիսի բազմազանություն եւ տերմինի եզրույթի կիրառություն չենք տեսնում արաբների պարագայում, իսկ թուրքերի պարագայում շրջանառության մեջ դրվում է թշնամու նկարագրության մի նոր տերմին։ Արյուն բառը թուրքական ցեղերին նկարագրելիս ամենահաճախակի կիրառվող եզրույթն է։ Արյուն, արյունախանձ, արյունարփու, արյան բազմաթիվ օրինակներ ունենք 11-12-րդ դարերի թե հիշատակարաններում, թե պատմագրության մեջ, երբ թուրք բառի հետ անընդհատ կրկնվում է արյուն, արյունարփու, արյունով բաղկացած այլ բառեր։ Այսինքն սրանք մարդիկ էին, որոնք ավելի վիզուալ ընկալումով, եթե փորձենք պատկերացնել, արնահեղ նվաճված ժողովուրդների արյունը հեղող, ավելի վայրի, գազան, նոր տեսակի թշնամիներ էին։ Հաջորդ փուլով, եթե դիտարկելու լինենք, հայտնվում են նոր քոչվոր ժողովուրդներ, նոր վտանգի հայտնվում են մողոլական ցեղերը, ռուսական պատմագրության ազդեցության
տակ, նաև կոչված մոնղոլ-թաթարական ցեղերը մի նոր վտանգ ու նորից խնդիր է առաջանում սրանց բացատրելու, թե սրանք որտեղից հայտնվեցին եւ ովքեր էին սրանք։ Այստեղ տեղի է ունենում թշնամու նկարագրության նոր շրջադարձեր։ Նորից հղում է սկսում կատարվել աստվածաշնչյան պատմություններին քրիստոնեական ընկալումների շրջանում բացատրելու իհարկե սրանց հայտնվելը, բայց սրանք արդեն նոր տեսակի մարդիկ էին, անծանոթ ընդհանրապես։ Եվ եթե օրինակ վերցնենք Գրիգոր Ակներծու նկարագրությունը, մոնղոլների կամ մոնղոլ թաթարների փորձենք նրա նկարագրությամբ վիզուալիզացնել, թե ինչպիսին էր այդ թշնամին, Գրիգոր Ակներծին նկարագրում է, որ սրանք գոմշի պես մեծ գլխով, առանց գոտկատեղի, լայն ուսերով, կատվի աչքերով, շան գլխով, այլադեմ, մարդադեմ մարդիկ էին։ Սրանք գազաններ են, մարդադեմ գազաններ, այլ կերպ չեն կարողանում բացատրել։ Իհարկե նորից տրամաբանությունը թեքվում է դեպի աստվածաշնչյան բացատրություններ, բացատրելու, հասկանալու համար, թե ովքեր են այս հագնատեսիլ եւ անհագ գազանները, ինչպես եւ այս նկարագրությունը արդեն ունենք մենք կրկնվող արաբների ու սելջուկների պարագայում, ովքեր են սրանք եւ արդյոք նկարագրության մեջ ավելացնելու ենք հիմա արդեն թուրքերին վերագրված արյունարփու տերմինը, այո, արյունը եւս սկսում է բազմակի անգամ կրկնվել, սրանց ամբողջական հայ պատմագրությունը անվանում էր նետողած ազգ, հղվելով այն հանգամանքի վրա, որ մոնղոլների եւ թաթարների մոտ շատ զարգացած էր, ինչպես նաեւ սելջուկյան թուրքերի շրջանում, թուրքական ժողովուրդների շրջանում շատ զարգացած էր նետաձգությունը, նետը եւ աղեղը որպես զինատեսակ, բայց շրջանառության մեջ սկսում է դրվել եւ թաթարական շրջանում ու հետ մոնղոլ-թաթարական շրջանում եւ հատկապես հետ մոնղոլական շրջանում խոսքը գնում է մասնավորապես Թեմուրլենգի կամ Թամերլանի կամ Լենգ Թեմուրի տարբեր կերպ է հայտնի անունը, Կախ Թեմուրի, այսպես ասենք, հայտնվելուց հետո շրջանառության մեջ դրվում է նոր տերմին, նոր եզրույթ։ Թշնամին նկարագրվում է որպես վիշապ, որպես անդնդային վիշապ։ Եվս մի նոր եզրույթ է մտցնում հայ պատմագրությունը շրջանառության մեջ թշնամու նկարագրության, այլևս թշնամին, սա նաև վերագրելի է սելջուկյան թուրքերին, այլևս թշնամին ընկալվում է որպես նաև մարախ, մորեխ։ Ինչու՞։ Նախ պետք է ասել, որ թե սելջուկների հայտնվելուց հետո եւ թե մոնղոլների հայտնվելուց հետո Հայաստանը եւ հայ իրականությունը մի քանի անգամ բախվում է մարախի ծանր աղետի հետ։ Մարախի աղետը հետեւյալն էր, երբ մորեխի միլիարդավոր մորեխների ամպերը ծածկում էին հիմնական գյուղատնտեսությամբ, նստակյա ժողովրդին հատուկ գյուղատնտեսությամբ զբաղվող հայ ժողովրդի կենսապայմաններն ապահովող դաշտերը, այգիները ու խժռում էին, մարախը խժռում էր ամեն ինչ եւ ժողովուրդը սովի էր մատնվում ու մարախը մորեխը ընկալում էր որպես ամենավտանգավոր աղետներից մեկը։ Հիմա եթե համեմատության մեջ դնենք ու կարող ենք միամտաբար բացատրել, որ մարախը մարախ կարող էր ենթադրել բազմաթվություն, մեծ քանակ մորեխի կամ ինչ-որ էակների մեծ քանակ, որը հարձակում եւ վտանգ է ներկայացնում, խժռում է եւ թուրքերը, մոնղոլները, թաթարները եւս հսկայական քանակությամբ թափանցած վայրի քոչվոր ցեղեր էին, ինչպես եւ մարախը ու խժռում էին ամեն ինչ, կարող ենք փորձել այսպես միամտորեն բացատրել, բայց դա այդպես չէ։ Սա եւս ունի իր աստվածաշնչյան մեկնաբանությունը եւ ուղիղ կապ ունի անդնդային վիշապի երևույթի հետ։ Ինչու՞։ Եթե հղում կատարենք քրիստոնեական պատմագրության, համընդհանուր քրիստոնեական պատմագրության եւ իրականության բացատրություններին, պիտի գնանք 8-րդ դար, պիտի գնանք Աբադոնի մասին, անդունդի դևի, անդնդային դևի, անդունդի վիշապի ընկալումների, բացատրությունների նվիրված Բեատյուս Լեբանցու Ապոկալիպսիսին ահեղ դատաստանին նվիրված աշխատությանը, աշխատությունը բավական գեղեցիկ մանրանկարներով է հագեցած, որտեղ նկարագրում է մանրանկարներից մի քանիսում ցույց է տրվում, թե ով է անդնդային վիշապը եւ անդնդային վիշապի հետ մեկտեղ մարդադեմ մարախ է,
մարդադեմ մորեխներ են։ Ուրեմն մարախը գալիս է անդնդային վիշապի հետ խժռելու մարդկանց, խժռելու ահեղ դատաստանի օրը հիշեցնելով, խժռելու եւ պատժելու քրիստոնեական արժեհամակարգից հեռացած ժողովուրդներին։ Եվ այս երևույթ, այս տերմինը բազմաթիվ մենք վկայություններ ունենք, մի շատ հետաքրքիր տող ունենք միջնադարյան մեր գրիչներից մեկի մոտ, եւ ասում է եւ պարսիկ նկատի ունի սելջուկյան թուրքերին, ինչպես բորեխ, այն է մորեխը, լցրեցին ամրոցներն ու բերդերը։ Այս տողը ամենանկարագրողական եւ ցուցադրական հատվածներից է հայ պատմագրության մեջ եւ սրա հետ եթե նաեւ զուգահեռենք, որ օրինակ 1094 թվականին, 1252 թվականին ամենախոշոր երկու մարախի աղետները Սելջուկյան 1094 թվականին եւ մողոլներից հետո 1252 թվականին, նաեւ 1402, 5, 1419 թվականին Լեկտեմուրի հայտնվելուց հետո մարախի մի քանի խոշոր աղետները ժողովրդական ընկալման մեջ սա բացատրելի էր, որ մարախի այս աղետը ամենակուլ, ամեն ինչ ոչնչացնող նույնական է աստվածաշնչյան մեկնաբանությամբ այս անդնդային վիշապ Աբադոնի, աստվածաշնչյան ամենասարսափելի դժոխքի, անդունդի դևի Աբադոնի հետ եկած մարախը։ Ահա ինչպես էր նկարագրում միջնադարյան իրականությունը թշնամուն։ Ուրեմն թշնամին նոր էվոլյուցիայով այլևս սկսում է վերածվել մողոլական եւ հետմողոլական շրջանում, արդեն թշնամին ոչ թե ուղղակի գազան է, այլև արյունարփու գազան, մարախ, անդնդային վիշապ, մարդախանձ վիշապ, գազանաբարով արկիտեր, անծանոթ դեմքով այլալուսու, այլադեմ, մարդադեմ գազաններ, գայլադեմ գազաններ, շնադեմ գազաններ, ու այս նկարագրությունը պահպանվում է մինչև նոր շրջան։ Համոզվելու համար, օրինակ, եթե դիտարկելու լինենք 16, 17, 18-րդ դարի մեր պատմագրության նմուշները, թե Շահ-Աբբասը, թե Օսմանները 17-18-րդ դարերում մեր պատմագրության մեջ նորից նույն եզրույթով են նկարագրում վիշապ անդնդային, բանսարկու վիշապ, պիղծ վիշապ անդնդային եւ այլն։ Ուրեմն թշնամու կերպարը սկսած արաբներից զարգացում է ապրում հետևյալ կերպ քրիստոնեության հակադիր բևեռի որպես հակաքրիստոս նեռի հետևորդների աստիճանաբար պիղծ աղանդի հետևորդներից սկսում են աստիճանաբար սրանց արդեն վերագրել դառնում է գազան թշնամին սելջուկների հայտնվելուց հետո այս գազան թշնամին արյունարփու գազան է դառնում, մարդախանձ գազան է դառնում, մողոլների հայտնվելուց հետո դառնում է մարախ, ամենակուլ, ամեն ինչ ոչնչացնող, հսկայական թվով դառնում է անդնդային վիշապի ուղեկից եւ այս ընդհանուր նկարագրությունը արյունարփու, այլադեմ, մարդախանձ գազանի որպես թշնամու նկարագրությունը պահպանվում է մինչեւ նոր ժամանակները։ Այսպիսին էր թշնամին եւ նրա պատկերացումները հայ միջնադարյան իրականության մեջ։